Արախաչի լեռնիչնելիս հերվում մուսերը ցկած տարածքն իշխող մի սար տեսան գլխին քարե թակ բուսնած հրենա մեր հանգրվան հաբոն ձեռքերը պարզեց ցույց տալով իր տեսած սարը որ հանգրվան անվանեց Մեր զրույցից առաջ Սարչապետ գյուղի հնաբնակ բանաստեղծ մանկավարժ Նոդար Պարոյանը հարկ համարեց իր գրած պոեմից մի հատված մեջբերել, որտեղ նկարագրում է իր նախնիների երկար դեգերումների արդյունքում գտած նոր հանգրվանը։ Գյուղի անվան ճշգրիտ ստուգաբանությունը հայտնի չէ, տարբերակներից մեկով անվանումն առաջացել է սարսափերտ բառի հնչյունափոխմամբ, իսկ որոշ աղբյուրներում նշվում է, որ Սարչապետ պարսկերենից թարգմանաբար նշանակում է ճնճղուկի բույն, քանի որ սարերով շրջապատված գյուղն իր աշխարհագրական դիրքով նման է թռչնաբնի։ Իդա բունը ճնճղուկի բուն, ֆարսի լեզվով Սարչապետ։ Պարսկերեն Սարչապետ նշանակում է ծտի բուն, ճնճղու բուն։ Սարչապետցիների նախնիները 1820-ական թվականներից սկսած խմբերով եկել հաստատվել են այստեղ, հիմնականում Ալաշկերտի գավառից, հաստատվել են Լոկ սարի ստորոտում, որը հյուսիսից սահմանակից է Վրաստանին։ Ավելի քան 2100 մետր բարձրություն ունեցող սարի վրա կա մատուռ, որը ուխտատեղի է Սարչապետի եւ մոտակա բնակավայրերի բնակիչների համար։ Այստեղ հատկապես մեծ շուքով նշում են Հիսուս Քրիստոսի համբարձման տոնի օրը։ Հարսն ու աղջիկ մերում անուկ, հակած, կաբած, դուրս նետվում, բարձանում են լոքսարը, դհոլ զուրնայով, առևտրականները լցում են ընդեղ հրապարակ կա, տոն է, մեծ տոն է, համբարձումը, համբարձման հաջորդ են վարդևարնա, են էլ տոնում են մեծավան գյուղում, Շանազարում։ Գյուղի կենտրոնում կա կաթոլիկ եկեղեցի, կառուցված 1913 թվականին, որը կիսավեր վիճակում է եւ չի գործում։ Սարչապետցիները մտադիր են վերականգնել իրենց պապերի կառուցած եւ խորհրդային տարիներին խոնարհված եկեղեցին։ Բնակավայրում գործում է նոր առաքելական Սուրբ Մայրամ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 2005 թվականին տեղացի բարերարներից մեկի միջոցներով։ Խորհրդային տարիներին գյուղի դպրոցը ունեցել է ավելի քան 1000 աշակերտ, այժմ նրանց թիվը 160 է։ Համայնքն ունի 2100 բնակիչ, իսկ դպրոցում հաճախում են մոտ 160 աշակերտներ։ Նախկինում եղել է մինչև 1000 աշակերտ եւ այլ։ 1000 աշակերտ մենակ որ աշակերտն է, բաբանակություն ինչքան կներ, չէ՞։ Սարչապետը բավականին բարեխնամ տեսք ունի, կենտրոնն ասֆալտապատ է, լուսավորված, մշակույթի տանտահալիճը համալրվել է նոր գույքով, գործում են տարբեր խմբակներ, այնուամենայնիվ, ինչպես նշում են գյուղի հնաբնակները, նախկին եռուզեռն ու աշխուժությունը չկա։ Այստեղ հատկապես էս կուլտուրայի տանը, աստեղ գծել տեղ չկար, մի 50 հոգի շախմատ խաղող էին, անվանի շախմատ խաղացողներ, ով իր շախմատը թևի տակ գալիս իջնում էին, սկսում էր։ Սոցիալական պայմաններն ստիպեցին, որ մարդիկ թողնեն, դարձավ են, որտեղ հաց, ընդեղ էլ հայրենիք, եղավ էդ ինչ։ Սոցիալական վիճակը, աշխատատեղ չկա, ժողովուրդը բռնում է, ասենք, համարյա գաղտնի ճանապարհը։ Շատ ընտանիքներով մեկնել են Ռուսաստանի Դաշնություն, Բելարուսիայի Հանրապետություն։ Փոխարենն այստեղ իրենց հանգրվանը կտան Արցախից բռնի տեղահանված մեր տասնյակ հայրենակիցները, տեղահանված 85 արցախցի է բնակվում գյուղում։ Սարչապետցիները հատուկ վերաբերմունք են ցուցաբերել, տները նրանց հատկացվել է անհատույց։ Այն բնակարանները, որտեղ դատարկ են, ասենք Ռուսաստաներ են գնացել, այդ տներում հարմարացրել են, ապրում են առանց վարձի։ Այսինքն պայմանավորվել եք սեփական։ Այո, սեփականատիրոջ հետ պայմանավորվել ենք, տրամադրել ենք տները, մարդիկ ապրում են։ Ապրում աշխատում են միասին էլ հաղթահարում են դժվարությունները, ուրախանում մեկը մյուսի հաջողություններով։ Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, թեև վերջին տարիներին գյուղաբնակները մի շարք հանգամանքներից ելնելով դա եկամտաբեր գործ չեն համարում։ Բնակլիմայական դժվարությունները, ամեն ինչն էլ հարմար չի, որ մարդիկ օգուտ չկա, կարճ ասած օգուտ չկա այդ անասնապահությունից։
Լրջագույն խնդիր է նաև տրանսպորտային կապի բացակայությունը հարևան բնակավայրերի Մարզկենտրոն Վանաձորի և համայնքային կենտրոն Տաշիրի հետ։ Դա մեծ դժվարություններ է ստեղծում այլ վայրերից եկող մանկավարժների, վարչական աշխատողների և տարբեր պետական կառույցներում փաստաթղթային գործեր ունեցող անձանց համար։ Ուսուցիչներ կան գալող, աշխատողներ կան գալող գնացող, մարդիկ հավաքվում են, սպասում են ժամերով, որ մի տաքսի լինի կամ բան գնան շրջկենտրոն։ Եղել է, բայց այս վերջերը չկա, չգիտեմ, ինչ-որ լիցենզավորման խնդիր կա։ Չնայած բազում խնդիրներին, սառչապետցիները գիտեն դժվարություններն ու արգելքները հաղթահարելու միջոցը։ Դա աշխատանքն է, ծանր ու երկարատև, բայց արդյունավետ միջոց է։ Ամբողջ տարին աշխատում են, ամբարում, քանի որ իրենց պարտքն են համարում դրսի հարազատներին և հյուրերին հավուր պատշաճի դիմավորելը։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Տաշիր համայնք, գյուղ Սառչապետ։